Ողջույն սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այբենարանից այսօր մենք սովորելու ենք, տեսնենք, ինչ է նկարված, խաղող, բառասկզբում ինչ ենք լսում երեխաներ, խաղող, խ ենք լսում, հնչեցնենք խն, խ, բաղաձայն հնչյուն է, խ տբագիր մեծատառ, խ տբագիր փոքրատառ, խ ձեռագիր մեծատառ, խ ձեռագիր փոքրատառ, խաղող, խաղողն ընտիր պտուղ է։ Տեսեք երեխաներ, համեմատենք ձեռագիր մեծատառ խն, ձեռագիր փոքրատառ խ-ի հետ, ինչ տարբերություն ենք տեսնում։ Մեծատառը միայն մի փոքրիկ գլխիկով է տարբերվում փոքրատառից, ոչ տարին ենք նմանեցնում։ Եթե մասնիկներից մեկը փակենք, կլինի մեծատառ I, նույնը փոքրատառի դեպքում մասնիկը վերջին մասնիկը փակենք, կլինի փոքրատառ I, ուրեմն խն ավել մասնիկով I-ն է։ Այժմ խաղանք, ով ավելի շատ բառ կասի խաղը։ Նախ եւ առաջ, ինչպես միշտ, սկսում ենք բառասկզբի խ-ից, խաչ, խաղ, խաղող, խարույկ, խոհանոց, խոզ, խոզանակ, խազ, խոչկոր, խելոք, խելացի, խրատ։ Տեսեք ինչքան շատ բառեր կան, որոնք սկսվում են խ-ով։ Շատ ավելի քիչ են խ-ով վերջացող բառերը՝ սեխ, տրեխ, սոխ, ոխ, կախ, վախ, մեղ։ Եվ ամենավերջում ասում ենք բառամիջում խ պարունակող բառերը՝ վախկոտ, մեխել, մեխակ, սխտոր, կախել եւ այլն։ Հիմա կազմենք զույգեր։ Խատուտիկ, տեսեք ցույց է տալիս նկարը, բառը եւ նկարը միացնելով կազմում ենք զույգեր։ Առաջինը, տեսեք երեխաներ, ինչ է սա։ Ճիշտ է, կրակ է, բայց կրակին նաեւ ասում են խարույկ, խարույկ, կազմեցինք զույգը։ Խաղող, նկարին ենք միացնում եւ սեխ, համեղ պտուղ է, սեխ։ Այժմ պատմելու ենք նկարը օգտվելով տրված բառաշարերից։ Նախ կաշտանք բառաշարը։ Խոհարար, խոհանոցում աշխատող, համեղ ճաշեր պատրաստող, աղցաններ պատրաստող մարդուն ասում են խոհարար։ Սոխ, սխտոր, համեղ ապուր, կտրել, խաշել, թխել։ Հիմնականում վերջին երեքը խոհարարի կատարած գործողություններն են։ Վերնագրենք, խ-ով անուն ընտրենք տղայի համար, թող լինի խորեն։ Խորենը հմուտ խոհարար է։ Խորենը խոհանոցում համեղ ապուրներ է պատրաստում։ Այսօր նա որոշել է բանջարեղենային ապուր պատրաստել։ Նա օգտագործում է շաղկամբ, կարտոֆիլ, սխտոր, կաղամբ, սող, գազար, վարունգ, լոլիկ։ Խորենը լավ է հասկանում մրգերի եւ բանջարեղենների տված օգուտը մաշտում։ Գրում ենք փոքրատառ ձեռագիր խ-ն, մեծատառ ձեռագիր խ, հետո կարող ենք խաղողի հատիկներով պատրաստել խ տբագիր մեծատառը եւ խ տբագիր փոքրատառը։ Այժմ համեմատենք տրված տառերը։ Տեսեք երեխաներ, կարող ենք խմբեր կազմել մեծատառ I, մեծատառ R, մեծատառ X, մեծատառ K, մեծատառ E։ Նույնը անել փոքրատառերի հետ։ Կարող ենք այլ տեսակի խմբեր կազմել, օրինակ I ձայնավոր հնչյուն է, տեսնենք, ունի իր խմբում ընդգրկվող որևէ այլ հնչյունի տառ։ N նույնպես ձայնավոր հնչյունի տառ է։ I-ն եւ N կարելի է մի խմբում ընդգրկել, R, X, K, սրանք կարելի է մի խմբում ընդգրկել, քանի որ երեքն էլ բաղաձայն են։ Կարելի է նաև տառերի մասնիկներով համեմատել, օրինակ I-ն, R-ն, X-ն գրությամբ ձեռագիր տառերի մասնիկները շատ նման են իրար։ Կարող եք դուք նույնպես որոշ օրինաչափություններ գտնել եւ կազմել խմբեր։ Այժմ կաշտանք։ Խաղալիք, խաղընկեր, խոզանակ, խարույկ, խանութ։ Եվ կաշտանք պատմենք սիրելի խաղալիքի մասին։ Բոլոր երեխաներն ունեն իրենց սիրելի խաղալիքը։
Շատերը նույնիսկ որպես թալիսման իրենց մոտ պահում են խաղալիքներ։ Փափուկ խաղալիքները երբեմն երեխաները գրկում են եւ իրենց հետ քնեցնում անկողնում։ Խաղալիքը կարող են նաև մարդուն ապահովության, երեխային ապահովության զգացողություն տալ։ Կարդանք խաղալիք բանաստեղծությունը։ Խաղալիքը, խաղալիքը, խաղընկեր է խաղալիքը, ուրախ է միշտ, կյանքով լիքը, մեր խաղընկեր խաղալիքը։ Ցանկալի է, որ երեխաները սովորեն անգիր, քանի որ օգնում է լավ յուրացնելու խ բաղաձայն հնչյունը։ Եվ ամենավերջում լրացնենք խաչ բառը։ Նայում ենք առաջինին, աղյուս, քարի տեսակ է երեխաներ, աղյուս, այստեղից էլ առաջացել է աղյուսակ բառը։ Երկրորդը, քուղ, հիշում եք, սովորեցրել էի կոշիկները կոչկելու թելիկները կոչվում են քուղ։ Երրորդ նկարն ենք գտնում, սխտոր։ Չորրորդը, խոզանակ, ուղղահայաց ուղղությամբ խոզանակ է, իսկ հորիզոնական ուղղությամբ խաղող է։ Խաղող։ Հինգերորդը, ոզնի, հորիզոնական է, ոզնի, եւ վեցերորդը խարույկն է, խարույկ։ Սա էլ մեր խաչ բառը։ Խաղաղ ու հանգիստ օր եմ մաղթում ձեզ ցտեսություն։